Քույրեր եւ եղբայրներ, դարձյալ շարունակում ենք մեր քարոզաշարքը վերնագրված այսպես նշաններ, որոնք վկայում են, որ Աստված քեզ հետ է։ Այս մի նշանը, որի մասին ուզում եմ այսօր խոսել, դա արտաքին երևացող նշան չէ։ Եթե մինչ այս մենք խոսում ենք նշանների մասին, որոնք արտաքուստ վկայում են, կամ դուրսինները, մարդիկ ակնառու տեսնում են դա, այս մեկ նշանը ավելի ներքին վկայություն է։ Ներքին վկայություն։ Եբրայեցիս նամակի մեջ կարդում ենք 11-րդ գլուխ 13-ից 16 համարները, որտեղ ասվում է հետևյալը. Ասոնք ամենքնալ հավատքով մեռան, խոստումները չառած, հապա հեռու են, տեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցին, թե իրենք օտարներ ու պանդուխտներ են երկրի վրա։ Քանզի անոնք, որ այսպիսի բաներ կխոսին, հայտնի կնեն, թե գավառը կփնտրեն։ Եվ իրավի, եթե զանիկա հիշեին, ուրկե որ ելան, ժամանակ ունեին հոն դառնալու, բայց հիմա լավագույն գավառի մը կփափագեն, այսինքն երկնավորին։ Ուստի ամոթ չի սեպեր Աստված, անոնց Աստվածը կոչվելու, վասնզի ինք անոնց քաղաքը պատրաստեց։ Ամեն։ Եղբայրներ եւ քույրեր, Պողոս առաքյալը այդպես է գոնե շատերի կողմից կարծվում, որ հեղինակն է Եբրայեցիս նամակի, խոսում է հավատքի հերոսների մասին 11-րդ գլխում։ Մարդիկ, որոնք այս երկրի վրա ապրեցին հավատքով, սուրբգրային հերոսներ, որոնք մաքարեցին, պայքարեցին եւ հավատքով ապրեցին իրենց երկրավոր կյանքը եւ մեռան այդ հավատքը պահելով։ Այս հատվածում Պողոսը հատկանշական է համարում 3 կարևոր բան, որը կարծես թե համընդհանուր էր այս հավատքի հերոսների կյանքում։ Առաջինը դա նրանց հավատքով ապրած կյանքն էր եւ հավատքով մեռնելը։ Հավատքով ապրեցին եւ հավատքով մեռան։ Երկրորդը ասում է, որ նրանք խոստովանեցին, որ իրենք օտարներ եւ պանդուխտներ են աշխարհի վրա։ Երրորդ ասում են, նրանք մի ուրիշ գավառ էին կամ ուրիշ երկիր էին փնտրում, այսինքն երկնավորը։ Խոստովանեցին, թե իրենք օտարներ ու պանդուխտներ են երկրի վրա։ Սա իրենց ներքին զգացածն էր, ներքին համոզմունքն էր, ներքին զգացմունքն էր, որ նրանք արտահայտվեցին։ Այն է օտարության եւ պանդխտության զգացումը, որ կարծես քո սրտի մշտական ուղեկիցն է այս աշխարհի վրա։ Մեկ նշան եւս, որ վկայում է, որ անձը Աստծո հետ է, Քրիստոս այդ մարդու հետ է, որ նա իր
ներկայություն ունի իր կյանքում, սա է օտարության եւ պանդխտության զգացումը քո սրտի մշտական ուղեկիցն են այս աշխարհի վրա։ Ասոնք ամենք դեռ հավատքով մեռան, խոստումները չառած, հապա հերույեն տեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցին, թե իրենք օտարներ ու պանդուխտներ էին երկրի վրա։ Քանզի անոնք, որ այսպիսի բաներ կխոսեին, հայտնի կնեն, թե գավառը կփնտրեն, երբ որ խոստովանում էին, որ իրանք օտար ու պանդուխտ են երկրի վրա, սա վկայում էր մի բանի մասին, որ իրենք ուրիշ գավառ են փնտրում, ուրիշ երկիր են փնտրում, ուրիշ բնակավայր են փնտրում։ Եվ սա բնորոշ էր հավատքի այս հերոսներին, որոնց մասին խոսում է առաքյալը, եւ հատկապես Աբրահամը եւ Սարան եւ իր ընտանիքը, որի արդյունքում մենք կարդում ենք, ասում է, ուստի ամոթ չի համարում Աստված անոնց Աստվածը կոչվել, վասնզի ինք անոնց քաղաքը պատրաստեց։ Այս զգացումը, որ վկայում էր, որ իրենք օտարական են այս աշխարհի վրա, Աստված էլ ամոթ չհամարեց նրանց Աստվածը կոչվել եւ նրանց համար մի գավառ, մի երկիր, մի նոր բնակավայր պատրաստել կամ հայրենիք։ Առաջին ինչի մասին ուզում եմ խոսել, դա ասում է, ասոնք ամենքն էլ հավատքով մեռան, խոստումները չառած, թեև Աստծուց խոստումներ ունեին ստացած, բայց այդ խոստումները ամբողջությամբ չիրականացած, նրանք մեռան, բայց մեռան հավատքով։ Ոչ թե հավատքը թողեցին, հավատքը կորցրեցին, հուսախաբ եղած մեռան, այլ եւ ապրեցին, եւ մեռան հավատքով։ Հավատքը գալիք հույսը ներկա իրականություն է դարձնում։ Հավատքը ապագայի հույսը, գալիք հույսը դարձնում է ներկա իրականություն։ Առաքյալն ասում է, ասոնք ամենքով հավատքով մեռան, խոստումները չառած, հապա հերույեն տեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցին, որ օտարներ ու պանդուխտներ են։ Հերույեն տեսան զանոնք, այդ խոստումները հերվից տեսան եւ ողջունեցին։ Սա նշանակում է, որ նրանք Աստծո խոստումները իրենց տրված հավատքով տեսան եւ ընդունեցին որպես իրականություն իրենց կյանքում ու ողջունեցին այն, կարծես շոշափելի դարձնելով այն։ Այն Աստծո խոստումները բերեցին իրենց կյանք որպես իրականություն։ Այն ինչ որ մենք իրականություն ենք կոչում, հավատացյալ մարդու համար դա չէ իրականությունը, հավատացյալ մարդու համար Աստծո խոստումներն են իրականություն։ Եվ հավատացյալ մարդը չի ապրում այն իրականությամբ, որը կարծես շրջապատում է իրեն, կամ որով քայլում են իր ոտքերը, այլ նա ապրում է մեկ այլ իրականության մեջ։ Եվ այդ իրականությունը Աստծո խոստումներն են։ Եվ նրա համար էական չէ այդ խոստումները այսօր կիրականանան, վաղը կիրականանան, թե կիրականանան անգամ դրանք իրենց մահից հետո։ Դա էական չէ նրա համար։ Նա ապրում է այդ խոստումներում, ապրում է այդ խոստումներով եւ ողջունում է այն որպես իրականություն իր կյանքում։ Մենք հասկանում ենք ինչ ենք խոսում։ Եկեք մի փոքր ավելի փորձենք հասկանալ։ Հռոմեացիս նամակի մեջ
Պողոսը խոսում է Աբրահամի մասին 4-րդ գլուխ 17 համարից մինչ 21-րդ համարները։ Ինչպես գրված է, թե քեզ շատ ազգերի հայր արեցի։ Աստծո արչև, որուն ինքը հավատաց, նա, որ մեռելները կողջնցնե, չեղած բաները եղածի պես կկանչե։ Աբրահամի մասին է խոսքը։ Նորից կարդամ։ Ինչպես գրված է, թե քեզ շատ ազգերի հայր արեցի։ Սա Աստծո խոստումն էր Աբրահամին, որ քեզ շատ ազգերի հայր արեցի։ Այս խոստումը Աստված տալիս է Աբրահամին, երբ Աբրահամը չուներ անգամ մեկ զավակ։ Եվ նա իր առաջացած տարիքում էր 80 տարեկան։ Ինչպես գրված է, քեզ շատ ազգերի հայր արեցի։ Չի ասում քեզ շատ ազգերի հայր պիտի անեմ։ Արեցի։ Իրականությունը ինչ է։ Այն ինչ որ մենք ենք իրականություն կոչում։ Մի զավակ չունի անգամ։ Եվ քիչ հետո կտեսնենք։ Անգամ դրա հույսը չի կարող ունենալ։ Հաշվի առնելով ֆիզիոլոգիական հանգամանքը։ Բայց ասում է, քեզ շատ ազգերի հայր արեցի։ Աստծո արչև, որուն ինքը հավատաց, նա, որ մեռելները կողջնցնե, լսեք, չեղած բաները եղածի պես կկանչե։ Չեղած բաները եղածի պես կկանչե։ Հիմա Աստծո զավակը, հոգևոր մարդը, նա ոչ թե ապրում է եղած բաներով, եղածի վրա իր հույսը դնելով, եղածի վրա հենվելով, եղածին ապավինելով, եղածով ուրախանալով, եղածով ոգեշնչվելով, եղածով տրտմելով, եղածով լացելով, այլ չեղածով։ Բայց ոչ թե իր երևակայական չեղածով, այլ Աստծո խոստումներով։ Չէ, մենք ենք կարծում դա չեղած է։ Բայց Աստված այդ չեղած բաները եղածի պես է կանչում։ Մենք հասկանում ենք, մենք խոսում ենք հավատքի մասին։ Եվ այս հավատքով աշխարհիս վրա ապրելու մասին։ Շարունակենք, որուն ինքը հավատաց, նա, որ մեռելները կողջնցնե ու չեղած բաները եղածի պես կկանչե, որ չհուսացած բանին հույսով հավատաց, թե ինքը շատ ազգերի հայր պետք է լինի, ինչպես ասվեցավ, թե քու սերունդդ այսպես պետք է լինի։ Չհուսացած բանին հույսով հավատաց։ Դա մարդկորեն հնարավոր չէ հուսալ դրան։ Չէ, ինչ որ կյանքում մի տարիք կա, որ այլևս մարդը դադարում է հուսալ, որ դա հնարավոր է։ Բայց Աբրահամի դեպքում մենք տեսնում ենք, ինքը սովորական, մարդկային, ստանդարտ մտածելակերպից դուրս է, վեր է։ Նա թեև նրա ոտքերը հպվում են այս հողեղեն աշխարհին, բայց նրա միտքը, նրա սիրտը, նրա աշխարհը, նրա անկալումները վեր երկրային են։ Եվ նա իր կյանքը կառուցում է, իր հաջորդ քայլը դնում է ոչ թե հենվելով հողի վրա, այլ հենվելով Աստծո հաջորդ խոստումի վրա։ Հասկանում եք ինչ է նշանակում այս պանդխտության եւ օտարության զգացումը երկրի վրա։ Շարունակենք։ Եվ ինք հավատքի մեջ չտկարացավ, չնայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր, որտեղ ինքը 100 տարեկանի չափ էր։ Արդեն 100 տարեկանի չափ էր։ Ոչ էլ Սառայի արգանդի մեռած ըլլալուն,
Բա ինչին նա էր։ Երբ որ Աստված մի խոստում է տալիս, մենք նայում ենք ինչին։ Նայում ենք այդ խոստումը իրականացման ուղիներին, ճանապարհներին։ Կհավատանք այն դեպքում, երբ որ մեր ուղեղը, մեր տրամաբանությունը այդ ուղիները կարողանում է հայտնաբերել, թե ինչպես կարա դա իրականություն դառնա։ Բայց երբ որ մեր ուղեղը, մեր տրամաբանությունը չի գտնում այդ ուղիները, թե ոնց կար այդ խոստումը իրականություն դառնա, մենք սկսում ենք այդ խոստումին չհավատալ։ Ինչը կարող էր խանգարել Աբրահամին հավատալ Աստծո խոստումին։ Երբ որ նա նայեր, իր մարմնի մեռած լինելուն գրված է։ Կամ իր կնոջ մարմնի ամպիտան լինելուն, այսինքն գոնե զավակ ունենալու ամպիտան էր դրա համար։ Բայց գրված է, որ Աբրահամը չնայեց դրան։ Այստեղ է երևում այդ օտարության եւ պանդխտության զգացումը, որ ինքը իրեն մաս չի համարում այս ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական աշխարհի։ Սա այս մարմինը ընդամենը իր համար մի կապսուլա, հա, պարկուճ է, որի մեջ ապրում է իր հավիտենական հոգին եւ իր ողջ էներգիան, ողջ ուժը, ողջ կյանքը սնվում է ոչ թե աչքի տեսածով, ձեռքի շոշափածով կամ քիմքով համտեսածով, այլ նա իր հավիտենական ուժը եւ հաջորդ քայլը անելու այդ զորությունը ստանում է Աստծո խոստումներով, Աստծո խոստումների վրա հենվելով։ Այս հավատքը։ Այս հավատքն է, որ ծնում է օտարության եւ պանդխտության զգացողությունը։ Օտարության եւ պանդխտության զգացողությունը միշտ չէ, որ ծնում է տրտմություն ու տխրություն։ Մեզ շատ հաճախ թվում է, թե դա տխրության եւ տրտմության մասին է։ Բայց սա ոչ միշտ է տխրության եւ տրտմության մասին։ Սա պարզապես այլ պատկանելության մասին է։ Այլ մի հայրենիքի քաղաքացիության մասին է։ Այլ մի աշխարհի մասին է։ Անհավատությունով չտկարացավ Աստծո խոստումին վրա, հապա հավատքով զորացած Աստծուն փառք տվեց։ Եթե նա նայեր իր ներկա իրականությանը, դժվար թե պատճառներ ունենար Աստծուն փառք տալու։ Բայց նա հավատքով չտկարացավ, ինչու չտկարացավ, որովհետև չնայեց ներկա իրականությանը, այլ հավատքով զորացավ։ Ինչը կարող է զորացնել մարդու հավատքը։ Աչքիդ տեսածը չէ, սրտիդ հավատը։ Աչքի տեսածով դժվար թե դու գտնես շատ բան զորանալու համար։ Աչքդ հակառակը այնքան բան է տեսնում, որը որ ավելի նպաստում է քո հավատքի տկարացմանը։ Բայց երբ որ քո հավատքիդ ամրությունը հիմնված է Քրիստոսի խոստումների վրա, Աստծո խոստումների վրա, եւ դու ոչ թե առաջնորդվում ես երևույթականով, այլ առաջնորդվում ես խոստումներով, այն ժամ քո հավատքը չի տկարանում, ավելին զորանում է։ Եվ լսեք 21-րդ խոսքը, եւ իր մտքի մեջ հաստատ պահեց, թե նա, որ խոսք տվավ, կարող է եւ կատարել։ Իր մտքի մեջ հաստատ պահեց,
նա որ խոսք տվեց կարող է եւ կատարել։ Այս խոսքը, որ ասում է հաստատ պահեց, նշանակում է, որ վտանգ կա, միշտ վտանգ կա, որ այդ խոսքը կարող է կորցնել իր ուժը, այդ խոսքը կարող է չմնա մեր գիտակցության մեջ, մեր սրտի մեջ եւ տկարանանք եւ ընկնենք եւ քիչ բան ունենանք փառք տալու համար։ Շատ կարեւոր է, որ այս խոսքը ասում է հաստատ պահեց իր մեջ։ Այսինքն խոստումը, Աստծո խոստումները մենք չպետք է պահենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ակնկալած ժամանակահատվածում այն չիրականացավ։ Եվ հետո թողնենք։ Ես իմ կյանքից կարող եմ վկայել, որ մի շրջան եղավ իմ կյանքում, որ ես չեմ կարող ասել հավատքս կորցրել էի, չէի կորցրել հավատքս, բայց դադարել էի աղոթել։ Դադարել էի աղոթել եւ դադարել էի Սուրբ Գիրք կարդալ։ Եվ պատճառը եղավ մի մեծ ցնցում, որ ես ապրեցի։ Ես 20 օր, գրեթե 20 օր շարունակ աղոթում էի, արցունքներով աղոթում էի իմ հովվի կոմայից դուրս գալու համար։ Երբ որ նա մահամերձ հիվանդանոցում պարկած էր։ Նա կոմայի մեջ էր։ Ես 20 օր գրեթե շարունակ արցունքներով, առանց արցունքի ես աղոթքի չեմ կանգնել։ Աղոթում եմ, որ Տերը հրաշ գործի իմ հովվին վերադարձնի։ Ես կյանքում որևէ մեկի համար այդքան չեմ աղոթել։ Իմ ուղեղի մեջ չէր տեղավորվում, թե ոնց կարա ինքը գնա։ Եվ իմ ուղեղի մեջ չէր տեղավորվում, թե ինչ կարա լինի, երբ որ ինքը գնա։ Իմ ուղեղի մեջ չէր տեղավորվում, թե ինչ է նշանակում ապրել առանց հովվի։ Դա չկար իմ հաշվարկների մեջ, իմ մտքի մեջ, իմ երևակայության մեջ, իմ աշխարհի մեջ չկար կյանք, հավատքի կյանք առանց իմ հովվի ներկայության։ 20 օր մաքարումներից հետո, 20 օր գիշեր, ցերեկ հիվանդանոցի պատերի մոտ աղոթելուց հետո ես լուրը ստանում եմ, որ հովիվս ննջեց։ Ու ես կարող էի պատկերացնել երևակայել, թե ինչ է սպասում դրանից հետո։ Ու մեծամասամբ չսխալվեցի։ Այն ինչ որ ակնկալում էի, դա էլ եղավ։ Ես գրեթե 1 տարի դադարել եմ աղոթել։ Աղոթում էի, չէ, հաց ուտելուց աղոթում էի, քնելուց աղոթում էի։ Ես երևի մենակ ասում էի Տեր ողորմիր։ Աղոթելուց ասում էի օրհնիր Տեր ես կերակուրը։ Օրհնիր մեր ճանապարհը, բայց սա այն աղոթքը չէր, ինչին ես սովոր էի, ինչը որ ես աղոթք էի համարում։ Շատ կարևոր է, որ պահես այս խոսքը միջև վերջ։ Էլի պահես։ Ու չլինի թե հանկարծ այն պահես միջև առաջին փորձությանը ժամը։ Այստեղ ասում է նրանք հավատքով մեռան, խոստումները չիրականացած։ Խոստումները ազգերի հայր չտեսավ Աբրահամի ինքն իրեն իրականացած որպես փաստ։ Իրականացած փաստ չտեսավ Աբրահամը դա։ Այո, զավակներ ունեցավ։ Իսմայել ունեցավ, Իսահակ ունեցավ, հա։ Բայց ոչ ազգերի հայր։ Սակայն խոսքը վկայում է, որ նա հավատքով մեռավ։ Այսինքն Մավան Շեմին էլ ինքը հավատաց, ես չգիտեմ դա ոնց, ես չգիտեմ դա ինչպես, բայց Աստծո խոսքը անհնար է գետին ընկնի։ Դա անպայման իրականություն է դառնալու։ Քույր ունեինք եկեղեցում, որը երկար տարիներ, տասնամյակներ աղոթում էր իր տղայի ապաշխարության համար։ Իր որդու ապաշխարության համար։ Նա շարունակ աղոթում էր, որ իր որդին ապաշխարի։ Ամեն անգամ ինձ խնդրում էր, որ աղոթեմ իր զավակի ապաշխարության համար։ Ամեն անգամ իր զավակների ապաշխարության համար։ Որդու եւ դուստր ապաշխարության համար։ Իմ թանկագին քույրս հառաջացած տարիքում մահացավ, ննջեց։
այդպես էլ աշկը չտեսավ իր զավակների ապաշխարությունը, բայց ննջեց հավատքով։ Իսկ գիտեք ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Իր մահից անմիջապես հետո եւ իր որդին էլ ապաշխարեց։ Եվ իր դուստրն էլ ապաշխարեց։ Ինքը չտեսավ։ Բայց Աստված անիրավ չէ, որ մոռանա քո աղոթքները։ Շատ կարևոր է, որ մինչև վերջ հավատքով ապրել եւ անգամ հավատքով մեռնել։ Որովհետեւ Աստծո խոստումները այո եւ ամեն են։ Անհավատությունը մեզ թողնում է դառն իրականության մեջ։ Իսկ հավատացողը միշտ փառք տալու պատճառներ է ունենում։ Անհավատությունը մեզ թողնելու է դառն իրականության մեջ։ Դու տեսնելու ես եւ ապրելու ես դառն իրականությունը։ Բայց հավատացողը միշտ ունենալու է պատճառներ Աստծուն փառք տալու։ Ինչպես Աբրահամը ասում է, անհավատությունով չտկարացավ, բայց Աստծուն փառք տվեց։ Պողոս առաքյալն ասում է 2 Կորինթացիս նամակի մեջ 5-րդ գլխում. վեցից 9 համարներում այս խոսքերն է ասում. Ուստի ամեն ատեն վստահություն ունենանք, քանզի գիտենք, թե որչափ մարմնի մեջ ենք, Տիրոջմեն հեռու ենք։ Վասնզի հավատքով կքայլենք, ոչ թե երևույթով։ Ուստի վստահություն ունենանք եւ ավելի ուզենանք մարմնեն հեռանալ ու Տիրոջը քով կենալ։ Որքան մարմնի մեջ ենք, այնքան Տիրոջից հեռու ենք։ Հիմա որքան մարմնի մեջ ենք արտահայտությունը, մենք չպետք է միայն հասկանանք, որքան ապրում ենք այս մարմնի մեջ Տիրոջից հեռու ենք։ Այո, առաջին ուղղակի իմաստով այդպես է, որովհետև մարմինը ինքը արգելող է, զսպող է, մարմինը խանգարող է։ Եվ այն մեզ շարունակ քաշում է դեպի երկրավորը։ Եվ մարմնից հեռուն Աստծուն մոտն է։ Բայց այստեղ խոսքը միայն չի վերաբերվում մահվանը, որը որ մեզ կազատագրի մարմնի իշխանությունից եւ Աստծուն կմոտեցնի։ Այստեղ նաեւ պետք է խոսքը հասկանանք այն իմաստով, որ քանի դեռ մենք մարմնական կյանքի մեջ ենք, քանի դեռ մենք այս երկրավոր հողեղեն կյանքի մեջ ենք, այնքան Աստծուց հեռու ենք։ Ինչ է նշանակում լինել այս զգացողությունը ունենալ, պանդուխտ լինել եւ օտարական լինել։ Սա նշանակում է, որ թեև դու ապրում ես մարմնի մեջ, բայց այս մարմնականն ու մարմնավորը դու քեզ համար օտար ես համարում, այսինքն դա հարազատ չես համարում։ Քանի որ ինչքան մարմնականը հարազատ ես համարում քեզ, այնքան հոգևորը Տերը քեզանից հեռու է։ Որքան դու մերժում ես մարմնականը, որքան դու խորթ ես այն համարում, որքան աշխարհայինը, երկրավորը, հողեղենը, երկրայինը խորթ ես համարում, մերժում ես, այնքան Տիրոջդ ավելի ես մոտենում։ Գիտես, մարդ, որ մի հավատարիմ շուն է ունենում, հավատարիմ, նվիրված շուն է ունենում, ինչքան ես աշխարհում սուտ է տեսնում, կեղծիք է տեսնում,
Դավաճանությունն տեսնում այնքան այդ շանն ավելի շատ է սիրում, այնքան ավելի է մոտենում այդ շանը։ Տենց է թե ով է կենթանի պահել։ Այդ շան անկեղծությունը չես փոխի 10 հատ, 20, 30 մարդու կեղծ ժպիտի հետ։ Էդի որ շունն է։ Էդի որ շունն է։ Եթե այս մարմինը աշխարհային կյանքը քեզ հաճելի է, դու ժամանակ էլ չունես մտածես, որ տունը քեզ սպասող մի հատ փոքր կենթանի կա։ Չէ՞։ Բայց երբ որ դու քո տեսնում ես սին եւ ունայն շրջապատը, աշխարհի կեղծիքը, քո հոգին միշտ ձգտում է դեպի այդ հավատարիմ էակը։ Դուք հասկանում եք, այս կենթանի ասած, այս շուն ասածը դուք սիմվոլիկ հասկացեք։ Որքան մարմնի մեջ ես, այնքան Տիրոջից հեռու ես։ Որքան մարմնականով ես տարված, որքան երկրավորով ես տարված, որքան աշխարհայինով ես տարված, որքան քո ուշք ու միտքը երկրավորն է, աշխարհը ձեռք բերես, էս էլ ունենաս, էնն էլ ձեռք բերես, էս ավելացնես, էնի ավելացնես, ինչքան աշխարհային հոգսերով, աշխարհային մտածմունքներով, երկիրը ունենալու, աշխարհն ունենալու, ես չգիտեմ, նյութականն ունենալու, էս սրանցով է տարված քո միտքը, քո սիրտը, քո հոգին, քո էությունը, այնքան Տիրոջից հեռու ես լինել։ Մի հատ այսպես կիրակի օրը գալու ենք եկեղեցի, մի հատ ամեն ասենք, ալելույա ասենք, երգենք, մի հատ քարոզ լսենք, գնանք ու վերջ, այսքանով մեր Տիրոջ հետ հանդիպումները շաբաթվա մեջ տեղի ունենալու այս 1 ժամվա ընթացքում, այն էլ միջև կենտրոնանում ենք, միջև հասկանում ենք, միջև հեռախոսներին պատասխանում ենք, միջև կողքի հետ զրուցակցի հետ զրույցի ենք բռնվում եւ այլն պաշտամունքներ անցնում, այդ դրանից էլ բան չենք հասկանում ու վերջ, այսինքն մենք շարունակում ենք ապրել այդ մարմնի մեջ, ու ինչքան մարմնի մեջ, այնքան Տիրոջից հեռու։ Ինչքան մարմնից հեռու, այնքան Տիրոջը մոտ։ Ինչա քո եւ իմ առօրյա մտահոգությունը։ Ինչա իմ եւ քո ամենօրյա հոգսը, ամենօրյա մտածմունքը, ամենօրյա խնդիրը։ Այս հարցը ամեն մեկս մեզ պետք է տանք եւ անկեղծ դրան պատասխանենք։ Ինքներս մեզ։ Ես սկզբում քարոզի շեշտեցի, չէ՞, որ սա մի բան չէ, որ ես պետք է կանգնեմ, վկայեմ, պատմեմ, այսինքն կողքիները դա չեն տեսնելու։ Դա կողքիների տեսնելունը չի, դա իմ տեսնելունն է եւ իմ մեջ դա ես դա պետք է տեսնեմ։ Իմ մեջ ես պետք է անկեղծ այդ հարցը բարձրացնեմ եւ իմ մեջ անկեղծ այդ հարցին պատասխանեմ, որտեւ որքան մարմնի մեջ, այնքան Տիրոջից հեռու։ Նայ դու կարաս ապրել մարմնով, բայց Տիրոջը մեջ։ Բայց Տիրոջը մեջ։ Աբրահամը եթե մենք նայենք նրա իրականությանը, նա 100 տարեկան խոստումը ստացավ, հետո 100 տարեկան կիսամեռ վիճակ, ֆիզիոլոգիապես հնարավոր չէ դա։ Դուք հասկանում եք, այդ ամբողջ ունեցվածքը, այդ ամբողջ ստացվածքը, որ ինքը իր հոր տնից վեր կացավ, ուր քաղաքից ելավ, քաղաքացիների ուր քաղաքից ելավ, ճամփա ելավ ու հայտարարեց, որ Աստված ինձ խոստում ունի, ես Աստծո խոստումին հավատալով եմ ճամփա ելնում ու այդ ժամանակա ընթացքում, գիտեք, կենթանիներն ավելացել էին, հարստությունն ավելացել էր, էս, ու դա ում էր մնալու։ Ինքը որդի չուներ, ծառաներին էր մնալու, որտեվ սերունդ չուներ։ Սերունդ չուներ։ Եվ անգամ ինքը մարդկորեն փորձեց այդ հարցին լուծում տալ իր կնոջ հորդորով։ Ասեց չկա գոնե այս հարճին վերցրա իր Սառան իր հարճին, իր ծառային Հագարին տվեց, ասեց անհետը պարկի, գոնե իրանից մի հատ զավակ ունեցի, տենց անսերունդ չմեռնես, չգնաս։ Մարդկորեն փորձեց այդ լուծումը։ Հա, Սառան տվեց, հետո երեխան ծնվեց, հետո Սառան ատեց Հագարին։ Հանեց դուրս շպրտեց։ Խեղճը ինչ էր, ինչ ասել եք, ես արել եմ։ Ինքնական իմ ուզելով չեմ արել։ Հանեց դուրս շպրտեց, անապատում երեխան գիրկը գնա մեռի։ Այսի մարդկային լուծումներն են այսպես։
որ դու մարդկային ձևով փորձում ես քո խելքով հարցերին լուծում տալ, ասես մի հատ տգեղ, մի հատ տհաճ, այդ վեհ մարդիկ մեկ էլ հայտնվում են մի հատ շատ ցածր, նվաստ իրավիճակներում, հասկանում եք։ Փառք Տիրոջ, որ Աստված Հագարի Աստվածն է։ Աստված Իսմայելի Աստվածն է։ Բայց չի մարդկորեն լուծում տալ։ Ասում է խոսքը ոչ թե վասնզի հավատքով ենք քայլում, ոչ թե երևույթով։ Հավատքով ենք քայլում, ոչ թե երևույթով։ Նշանակում է մեր կյանքը այս աշխարհի վրա ոչ թե երևույթականի մեջ է, այլ հավատքի մեջ։ Ոչ թե երևույթականով ենք ոգեշնչվում, այլ Աստծո խոստումների վրա կառուցած մեր հավատքով։ Իմ հորդորս է բոլորիս, երբեք անկարևոր մի համարեք ձեր հավատքը, որովհետև Աստծո խոստումները, այդ աստվածային կենթանություն բերող, շունչ բերող, կյանք բերող, երջանկություն բերող դուրը հավատքով է բացվում։ Հավատքով։ Եվ այս մարդիկ այդ հավատքով ապրեցին։ Եվ հավատքով ողջունեցին, ասում է, հերվից ասում է, ողջունեցին, այն ինչ որ կարծես թե իրականություն չէր, բայց իրանց համար իրականություն դարձավ։ Եվ այդ իրականության մեջ իրենք սկսեցին ապրել։ Եվ այդ իրականությունն էր, որ իրենց լիարժեք դարձրեց, ամբողջական դարձրեց, ուժեղ դարձրեց, երջանիկ դարձրեց, հաղթող դարձրեց։ Այս իրականությունն էր, որ իրենց ուժ տվեց հաղթահարելու տարատեսակ ցավեր, տարատեսակ փորձություններ, տարատեսակ հալածանքներ։ Մենք հետո կկարդանք Տերը կամենա, թե ինչերով անցան այս մարդիկ, բայց հաղթող էին։ Ավելի քան նրանք, ովքեր որ իրենց կյանքը ապրում էին իրենց ձեռքով շոշափածով։ Հասկանում եք, չէ՞։ Այն ինչ որ իրանց ձեռքն էր շոշափում, այն ինչ որ իրանց ոտքն էր շոշափում, այն ինչ որ իրանց աչքն էր տեսնում։ Սրտի աչքը կարող է ավելին տեսնել եւ այդ ավելին ավելի իրական դարձնել, քան թե մեր ֆիզիկական աչքը։ Հավատով ապրենք։ Հավատով քայլենք։ Մեր պանդխտության օրերը այս երկրիս վրա։ Տերը զորացնե մեր հավատքը իր փառքի համար։ Ամեն։ Ոտքի կանենք եւ աղոթք կանենք։ Քաղցր ու բարի մեր սպաշտելի Սուրբ Հայր, սրտան շնորհակալ ենք, որ դու կանչել ես մեզ հաղորդակից լինելու քո երկնային հավիտենական խոստումներին։ Փառք ես մեր պաշտելի Սուրբ Հայր, որ մեր սրտի մեջ դրել ես այս օտարության զգացողությունը աշխարհի վրա եւ հարազատական զգացողությունը քո հանդեպ եւ քո որդի Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Փառք ես, որ քո Սուրբ Հոգիով կարող ենք քեզ Աբբա Հայր կանչել։ Փառք ես, ով Տեր, որ թեև մեր աչքը չի տեսնում, մեր ձեռքը չի շոշափում, բայց դու ավելին ես, քան մեր աչքը կարող էր տեսնել, կամ մեր ձեռքը կարող էր շոշափել։ Փառք ես, որ այս հավատքը հույսը դարձնում է ներկա իրականություն։ Եվ այս ներկա իրականության մեջ է, որ մեր սրտերը լի են ցնծությամբ եւ ուրախությամբ։ Ինչպես առաքյալը է ասում, ոչ թե երևույթականով ենք ապրում, այլ հավատքով։ Այս հավատքը ամեն մեկիս, ամեն մեկ քո զավակի մեջ թող բոցավառվի
Եվ որովհետև համոզված ենք, կասկած իսկ չունենք, որ քո բոլոր խոստումները այո եւ ամեն են։ Եվ դու նույնն ես մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս, երեք այսօր եւ հավիտյան։ Այն խոստումները, որոնք որ տվեցիր քո ժողովրդին, քո հետևորդներին իրականություն դարձրեցիր։ Այդպես եւ այսօր մեզ համար ես այն պատրաստ իրականություն դարձնել։ Եվ դարձնում ես, որի համար խոնարհում եւ փառաբանություն քեզ։ Օրհնյալ ես դու մեր Տերը ու մեր Աստվածը։ Քեզ հավերժ վայել է տալ փառքը, պատիվը, իշխանությունն ու զորությունը հիմա ու միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։